Ամեն օր ամենամեծ սպասումն այն զանգն էր, որ պիտի գար սահմանից։ Ռադիոծածկույթից ներս դեռ հույս կար, որ ուր-որ է կգա հաղթանակը։ Մինչդեռ սահմանում կռիվը դաժան էր ու անողոք։ 44 օր հետո հազարավոր տղաներ տուն չեկան։ Մեր երեխեքի հետ մենք էլ ենք մահացել, մենք էլ ենք սորվել։ Պարզապես ապրում ենք, պարզապես գոյատևում ենք։ Վերքեր կան, որ չեն սպիանում, հոգու ցավերին սփոփանք չկա, ասում են մայրերն ու արագընթաց տարիների հետ այս կրկնվող կադրերում մնում մենակ իրենց վշտի ու հպարտության իրենց հերոսների հետ։ Ահավոր ցավ է, որ նոր 5 տարի անցել, բայց նույն զգացողություններն ունենք։ Մեզ համար չի անցել։ Մենք էլի նույն պատերազմի մեջ ենք։ Երևի ամբողջ կյանքերս այդպես անցնի։ Կրկին մարդաշատ է Շիրակ Պանթեոնը։ Սեպտեմբերի 27-ը այն օրն է, երբ մեծ ու փոքր, անգամ այն սերունդը, որ ծնվեց պատերազմից հետո գալիս է հիշատակի վայրեր, խնկարկում են ու ծաղիկներ են խոնարհում նաև պետական այրերը։ Այս օրը այս տղեկը մեզ բոլորիս ասում են, որ մենք կռվել ենք հայրենիքի համար, մենք կռվել ենք այս հողուչերի համար, Հայաստանի Հանրապետության հարատևության համար ու խաղաղության համար։ Մենք տարերով շատ թանկ կին ենք վճարել խաղաղություն ունենալու համար, երկիր ունենալու համար, Հայաստանի անկախ ինքնիշխան հանրապետություն ունենալու համար։ Եվ ամեն անգամ այստեղ գալուց պիտի մենք հիշենք ինչի համար է մեր տղեկը այս ամեն ինչն արել, իրենց ամենաթանկը մեր տղեկը Արունը թափել են այս հողի համար։ Եվ ով ենք մենք, որ մեր քրտինքը ափսոսանք մեր Հայաստանի Հանրապետության հողին տալու համար։ Հայրենիքին տված երթումը չժխտողների մասին է պատմության այսօրը։ Տարբեր ճակատագրեր, որ գիտեին հայրենիքի գինն ու ունեին մեկ բռունցք դառնալու ուժը։ Արան պես հեշտասիրակ է, որ ինքը շատ մարտական ոգով է, շատ ուրախ է, շատ մեզ էր ոգևորում։ Մամջան ամեն ինչ լավ կեղնի, չմտածես կուկամ, ամեն ինչ լավ կեղնի։ Այս տղաների զենքն ու մարտական ոգին են մեզ հնարավորություն տվել ապրել կյանքի շարունակությունը, հիշողությունը, ցավն ու հպարտությունը շարունակում են ապրել յուրաքանչյուր մեր քայլում այսօր ու գալիք օրերին։ 44 օրյա պատերազմից անցավ 5 տարի։